Որտեղից եք եկել, որպեսզի մասնակցեք կեղծ պատարագին։ Ճիշտ ասած, ես այդ հարցին էլ չեմ պատասխանում, արդեն դուք պատասխանեցիք, հարցը տվեցիք, դուք էլ պատասխանեցիք։ Եթե կարգալույց եղած քահանայի կողմից է մատուցվում, դա իրական պատարագ է, կեղծ չէ։ Ուրեմն ճիշտ խոսքը ունի խորություն, դիպուկը եւ ուղղված է իրականությանը։ Դառը ճշմարտությունը լավ է, քանստե քաղցր սուտ է։ Հիմա դուք ընդունում եք այդ դառը ճշմարտությունը ձեզ համար։ Ես շատ խորաթափանց մարդ եմ, շատ զգացմունքային եւ վերին ատյանների հետ էլ կապի մեջ եմ։ Վերին որ ատյանի։ Երկնային։ Ես արդարությունն ու անարդարությունը կարողանում եմ իրարից տարբերակեմ։ Ուստի ես իմ զգացմունքներին դեմ չեմ գնում եւ եկել եմ պատարագի։ Շնորհակալություն։ Վերին ատյաններն են ուղղորդ։ Իհարկե։ Բայց Փաշինյանն է հրավիրում այստեղ բարբերաբար եւ կարգալույց եղած քահանան։ Հրապարակելու եք այս բոլորը։ Հենց հիմա ուղիղ եթերում եք։ Ազգիս միակ ճշմարիտ բարեկամը։ Ազգիս անդավաճան ոգու միասնության սիրո մարմնացումն ու վերածնունդը։ Մարդ ով աշխարհին ապացուցեց, որ կա իշխանություն, որտեղ սովորական մարդն է տնօրենը, որտեղ չկան վերին շերտեր, անհասանելիություն ու բռնություն։ Ու դա իմ անզուգական վարչապետն է, որի քայլ ուսումնասիրության ինստիտուտը Դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք առհասարակ։ Ես ասու ճանապարհն եմ ընտրել, քաղաքական հարցերը ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, իսկ ես ավելի քան համոզված եմ իմ գեղեցկուհի աղջիկ, որ դուք աստիճանաբար տանելու եք դեպի դրան։ Ներողություն եմ խնդրում։ Իհարկե հավատացյալ եմ։ Եվ մեր ազգի խնդիրները գիտեք ինչու՞մն է կայանում։ Խռովությունը, դավաճանությունը, չարակամությունը, բամբասանքը։ Մենք չենք ընդունում, որ մեր կողքի մարդը լավ ապրի, որ մեր կողքի մարդ իրեն լավ զգա, մեզ ներսից կրծում այդ չարությունը, պետք է անպայման վիրավորենք, հայհոյենք, եւ դա մեզ քայքայելու է։ Ես միայն մարդասիրությունն եմ ընդունում, դուք ինձ վիրավորեք, անպատվեք, հալածեք, բռնաճնշումների ենթարկեք, միևնույնն է ես բոլորից սիրելու եմ, որ հասկանաք իմ ու ձեր տարբերությունը, խոսքս ուղիղ ձեզ չի վերաբերվում, ներողամիտ եղեք։ Ես եմ շնորհակալ։